Նախաքննական մարմինը այդպես է ասում։ Ինչպես։ Նախաքննական մարմինն ասում է ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու, իրականության կապ չունի։ Փողերի լվացման։ Դե ասում են, բայց պիտի ապացուցեն, չէ։ Չկա նման ապացույց։ Չկա։ Նախաքննական մարմինը ուղարկել է։ Վստահ եք դատանում չի ապացուցվի, պարոն։ Ոչ, որտեղ նորից եմ ասում իրականության հետ կապ չունի, ինչի մասին որ խոսում են։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է, հատիկ առ հատիկ Թալանը հետ ենք վերադարձնում, ինձ հետաքրքիր է Հովիկ Աբրահամյանը հատիկ առ հատիկ Թալանացից քանի հատ ինչքանն է վերադարձել պետության։ Բայց պիտի Թալանած լինի որ վերադարձնի։ Բայց վերադարձվել է, ես կարող եմ փաստերով խոսել օրինակ 2023 թվականին, հիմա ձեր թույլտվությամբ պարոն Աբրահամյան, ես կասեմ, որ օրինակ 2023 թվականին օրինակ ես հիմա չգնեք հանգարց, հա։ Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը, սա Թալան չէր, պարոն Աբրահամյան։ Բայց դա որ դուք հիմա ինչի մասին խոսում եք, դա դուք համոզված եք որ իմ սեփականությունն է։ Ըստ գլխավոր դատախազությունը հենց այս մասով է դիմել դատարան եւ արդյունքում հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացվել։ Չկա այդպես բան։ Դա Թալանած չի եղել, դա իրական կապ չունի ինձ հետ, հարգելիս։ Դու ինչ որ խոսում ես սուտ տեղեկատվության մասին ես խոսում։ Բայց դատարան չեք դիմում։ Դե հիմա հետաքրքիր հարցի պատասխանում եմ։ Ասում դա կապ չունի։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի Գրիգոր Գրիգորյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, Արտավազ բնակավայրի տարածքում։ Ու հետո արդեն կրկին նորից հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդերի որոշումների մի քանի տարի է վիճարկում է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղվան Մադյանի կողմից եւ ինչ հասկացաք ձեր կարդացած։ Եվ արդյունքում դատարանը որոշում է կայացել Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը վերադարձվի պետության։ Ապրի դատարանը։ Բա Թալանն է։ Բայց իմը չի դա ասում են, դու ասում ես ձեր վարորդի անունով է գրանցել, բայց փաստացի ասում են ձեր։ Վարորդը ընտանիք ունի, եղբայրներ ունի, մեծ ազգ ունի։ Պարոն Աբրահամյան, 2026 թվականի ընտրություններին մասնակցել իրականության հետ կապ չունի, ինձ հետ կապ չունի, բոլորը դա գիտեն։ Բոլորը այդպես են ասում, երբ հասնում են դատարան, ասում են ես փողերի լվացման հետ գործ չունեմ, կա շարքեր։ Ես ձեզ խնդրում եմ սպասեք մի հատ դատը թող վերջանա, կտեսնեք որ իրոք կապ չունի։ Ընտրություններին մասնակցելու եք 2026 թվականին։ Գնալ եմ քվեարկելու եմ, հա։ Դուք որպես քաղաքական